Այսօր կրկին ադրբեջանական կողմը կրակել է Խոսնավարի ուղղությամբ տանտանիք է վնասել մանր եղջերավոր անասունի։ Բնակիչները կարծիք են հայտնել, որ հնարավոր չէ ադրբեջանական կողմը իրենց դիրքերից կրակի եւ հասնի գյուղի կենտրոն, հնարավոր է տեղաշարժ կա։ Դուք էսկալացիայի վտանգ տեսնում եք։ Երեք Սուրեն Պապիկյանն էլ ասաց, որ ադրբեջանական կողմը հերքել է, որ իրենք չեն կրակել։ Ադրբեջանական քարոզչամեքենայի խոսնակներ Հայաստանում շատ կան, շատ։ Դրա համար հիմնվել պաշտոնականի վրա, կարծում եմ, ծիծաղալի է։ Իսկ ինչ վերաբերվում է տեղաշարժի վտանգին եւ էսկալացիայի վտանգին, դրա մասին խոսում են բոլորը։ Գերտերությունների, արտաքին հարաբերությունների, գերատեսչությունների պատասխանատուներ։ Ընդ որում այս վերջի մի քանի օրվա ընթացքում երկու գերտերության բարձրաստիճան պաշտոնյա է դրա մասին խոսել։ Դրա մասին խոսում են բոլորը, բացի Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներից։ Բայց ես չեմ զարմանում, որովհետև 18 թվականին, երբ որ առաջ խաղացում կար ադրբեջանական զինուժի, առաջխաղացում չէ, կուտակումներ կային ադրբեջանական զինուժի Արարատի մարզի ուղղությամբ։ Բոլորը ասում էին, որ դա սուտ է, արվում է նրա համար, որպեսզի ցույցերը մարվեն եւ այլն։ Արդյունքում դրանից 2 ամիս հետո մենք տարածքային կորուստ ունեցանք Արարատի մարզի հարող հատվածում։ Տարածքային կորուստ։ Եթե բնեի մտքով անցնի անգամ սա հերքել, իրանք սրա համար կփոշմանեն, վստահեցնում եմ։ Ինչ մեկնաբանես։ Իրենք միտված են անել ամեն ինչ, որպեսզի սպիտակեցնեն Ադրբեջանին։ Էլ ինչի են տանջվում մամուլահաղորդագրություններ գրում, թող ուղղակի շեյր անեն էլի Ադրբեջանի բնեի հայտարարությունները։ Անհնար է որևէ բան ասել սրա մասին։ Տեղեկություն տեղաշարժերի կամ կուտակումների մասին ես տրամաբանորեն ունենալ չեմ կարող, բայց միջազգային տարբեր կառույցների, գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հասկանալի է դառնում, թե ինչքան վտանգավոր է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ընդ որում թե տարածաշրջանային տրամաբանության մեջ, եւ թե աշխարհաքաղաքական դրության մեջ, հաշվի առնելով մեր բարեկամ եւ հարևան Իրանի շուրջ զարգացումները, հաշվի առնելով առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակը եւ աշխարհակարգի միջազգային իրավունքի վիճակը, բայց ամեն ինչ նորմալ է, ժողովուրդ մի անհանգստացեք, ամեն ինչ կկարգավորվի, ամեն ինչ վերահսկողության տակ է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին նստած մարդը պատերազմի մեջ է, ուղղակի պատերազմի մեջ է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։